Ես իրոք հանգստանում։ Սենց, դատարկ բան չունեմ։ Դա լրիվ սենց գործիք հա։ Ամեն ինչ իմ ցեք հավասակյամ էլի։ Ինչ կիշխադած եմ, միշտ տված եմ ստիպեների։ Այսօր ինձ ամեն ինչ ունի։ Դա կապ չունի։ Ճիշտ է խոխա չկա փոխանցին։ Բայց դիպեն չկա, որ ես ասեմ, өзիմ չկարիմ, չսարքիմ, սա։ Մանը կելիս ու մի մարդ չարիք ոմыз նոտ խոս է։ Ես դի խոսող չում։ Ես կարող ժամերավ նստիմ, մի բենավ զբաղվեին, ես դի խոսուսությունցանով չում։ Մայիսն ավը սկսում ապրծավ, ալ անջատում չի։ Դե անջատել տող չկա, չտան անջատ է։ Կապանից Գեղավանք ճանապարհը շաբաթը 3 օր մայիսի ու մարտի խոսք ու ծիծաղով է լցվում։ Իրենց գյուղում խանութ չկա։ Նե ձուկա բռնում, նայ։ Կանգնած ձուկա բռնում։ Իրենցից բացի այլ մշտական բնակիչ էլ չկա։ Ներքև ձուկա։ Տուն հասնելուն պես ամեն մեկն իր գործին է անցնում։ Մարջիկն առևտուրն է դասավորում, մայիսը գնում ճտերին, մեղուներին է նայում, ստուգում։ Գդու։ Ճիպա։ Ագդու։ Գերացկույս հենա նստած։ Դու ճիշտ եմ ճին։ Սե յուրենցուն է։ Իգնա թողսա նստած ստե։ Թոշակը թողնում են մեծ ծախսերի համար, իսկ իրենց ստեղծածը հնդկահավիձուն հատը 70 դրամով, մեղրի կիլոգրամը 4000 դրամով, վաճառում օրվա ծախսերն են հոգում։ Հոտը հուն է։ Հունի ջրադա է։ Եթե հոտը իրան զգում եք արդեն հունի հոտը։ Պատրաստանա հումքը վլստում արդեն երաղնակ եմ։ Սրանք լրիվ հուն է, այս բանկաները ինչ վտեսնում եք։ Սաստի փակում եք իրեսը պես ու կավանում, որպեսզի ինքը չհասունանա։ Սա մոշնա։ Բերք ու բարիքը Մարջիկն է հավաքում, պահեստավորում։ Մայիսը ամեն գարնանը սիրելի խմիչքը, օղին է թորում։ Ամուսիններով այսպես ստեղծում են, հավաքում, պահեստավորում, ձմռանը նեղության չեն մնում։ Կամպոտա, թթույա, հեսա, սեստի։ Ամեն ինչը մր տանեննա։ Ճուվա, մր կարտոշկանա, մր ամեն ինչ։ Ստի, պահեստավորում եք սիրուն։ Ձմռն էլ մզետի հանգիստ ապրում։ Երբ ձմռանը Գեղավանքի ճանապարհը փակվում է, ամուսինները հացի խնդիր չեն ունենում, կամ չորացրած լավաշն են թրջում, կամ էլ իրենք են հաց թխում։ Գեղավանքը Քաջարանի գյուղերից է, կողքով Գեղի գետն է հոսում։ Հիմնական ճանապարհից բարակ երակ է թեքվում։ Մի քանի տուն է նշմարվում, ու այդքանով գյուղը վերջանում է։ Մի 2, 3, 4, 5, 6 օջախ կաստը։ Ձմռնը ես ու Մարջիկն եք, ուրիշ ոչ շումին է։ Մայիսը Կապանում է ծնվել, Արցախյան առաջին պատերազմին է մասնակցել ու ոտքը կորցրել։ Ես պրոթեզամ, տեսած չեն է։ Ես տասին ոտս կավեջ։ Բայց ես հազնում չում։ Պետք է աշխատի, պետք է անիմ, պետք է ստեղծի։ 90-ականներին Մայիսի եղբայրն էր Գեղավանք տեղափոխվել։ Եղբոր մահից հետո 2004-ին Մայիսը եկավ ու եղբոր տան կողքին իր տունը սարքեց։ Այդ պատերազմից ահագին ինձ ստրեսներ լա, վատում լա։ Ես որ եկալ եմ ստե 7 տարի մինակ ապրալ եմ։ Ես նորմալ այդ դեղերից ազատվել եմ։ Ուստի կամած ստեղծա իմ ամեն ինչ, ստե ոչ իմ լեշ չի։ Սա պատերալ եմ, ուղղակի պատեր։ Ես ինչ որած եմ ես եմ սարկած։ Մարջիկը Մայիսի 3-րդ կինն է։ Մայիսը Մարջիկի 2-րդ ամուսինը։ 3 տարի է ինչ ամուսնացել են։ Դե պերամ ստե ցույց տվա պայմանները, որ ստեմ ապրում, ինչ կան, հունցա։
եկալա ինքը տեսալա, որ հնարավոր է ապրած, էլի։ Ես ժամանակ երազում եմ ասի, մի հատ sense փոքրիկ տուն լինի, մեջն ապրես, ու քո սեփականը լինի, ուրիշինի չլինի։ Միակ երազանքս է թե ինձ մի հատ անկյուն ունենայի սեփական։ Մարտիկը 62 տարեկան է, Մայիսը 66։ Ամուսինները միասին 7 երեխա ունեն։ Մարտիկը 5 աղջիկ, Մայիսը 2 տղա։ Ես իր հետ միշտ գնում եմ իր գոհետ օգնում։ Այս գործ արա, այս մեկ արա, ինքը իմ գործը չի կարարի երբեք։ Ես իրան կարամ անեմ, բայց ինքը ինձ չի կարարի։ Մարտիկայից դե այլ թոմիկ չհանգստանամ ես ասում, չի արի, առանց քեզ ես չեմ գալու, չգիտես։ Մեղրը ծախալը է մաշին առա։ Սանք մայրանոսներ ակոչում։ Ստը մուկ ածելնի, մայրը մի ռամկա եք տնում, մայրա ստեղծում, ասիք մզ պետք կանդով ինչ-որ պիտի ընտանիք փոխիկ, ստեից մարը երեքոնում տանում դեղ ընտանիք փոխ։ Սա ընթացքում արանքները փակում եք։ Սա որ ձվարկածա, դրան եմ նայում։ Միջև որտեղ կա ձվարկության բան, դրա համար եմ նայում։ Գեղավանք ասվածը հենց Մայիսն ու Մարտիկն են։ Իրենց ձեռքերով են ստեղծել բոլոր հարմարությունները։ Զբաղմունք շատ ունեն։ Հենց մեկից օգնում են, անցնում են մյուսին։ Միասին ցանում են, հավաքում, մշակում ու վայելում կյանքը։ Բայց ոչ պետք չպետք, ոչ մի հանգիստ կյանք հապետք, մր հանգիստ կյանք հապում։ Ո՞տ է գեղավանքը։ Վայ, սես արավ կտե։